Բարի ժողովուրդ ջան, այսօր ճանապարհին մտածում եմ, թե ինչքան մեծ նշանակություն ունի մարդկանց կյանքում վախը, վախենալ։ Պարզ մեր ամենօրյա անելիքների մեջ անգամ այդ վախը իր տեղը ունի։ Կան վախեր, որ բնական են, եւ դա գալիս է մտածելու ընդունակությունից, բայց կան վախեր, որոնք ուղղակիորեն կապված են սեփական եսի, ունեցվածքի, ունեցածի առհասարակ ոչ միայն նյութական, այլ նաեւ հոգևոր, սոցիալական եւ մնացած եղանակներով կորցնելու հետ։ Այստեղ է սիրելիներս դերևս պատճառը, որ այդ վախերի պատճառով մարդը դառնում է կեղծավոր, քսու, շողոքորթող։ Երբեմն հասկանում ես, որ այնքան տգար է, այնքան թույլ է այդ վախի մեջ նստած ինքը, որ այդ ամեն ինչը, ինչ որ ինքը անում է, այդ վախի հետևանքն է։ Ինքը բնավորությունով կեղծավոր չէ, բայց վախենում է իր գործը կորցնել եւ մտնում է կեղծավորության մեջ։ Սիրելիներս, վախը քրիստոնյային հատուկ չէ։ Ես էլ վախ ունեմ, բոլորս վախեր ունենք։ Բայց Աստծով պիտի հասկանանք, որ այն ամենը, ինչ որ մենք ունենք, դա Աստծո պարգևն է մեզ, Աստծո կամքի արտահայտությունն է մեր կյանքի մեջ, Աստծո ողորմությունն է։ Եվ վախենալ, որովհետեւ մտածում ես, որ կողքիդ մարդը կամ դիմացիդ մարդը կամ ինչ որ մի խումբ կամ ինչ որ մի մարդ կարող է դա վնասել, դա արդար չէ, Աստծո նկատմամբ արդար չէ։ Որևէ մեկը չի կարող Աստծո տվածը եւ օրհնածը վնասել, եթե մենք թույլ չտանք։ Հետեւաբար եկեք չվախենանք որևէ բանից, այլ գիտակցենք, որ մենք ունենք այն, ինչ որ ունենք, եւ մեր ունեցածը դա Աստծո պարգևն է մեզ։ Հետեւաբար հանձնենք Տիրոջը եւ վստահ լինենք, որ Տեր դու տվել ես, դու էլ պահիր։ Ուրեմն մի վախեցեք, հանձնեք ձեր ունեցածը Տիրոջը, վստահեք նրան եւ Տիրոջով ապրեք։ Բարի օր ձեզ բոլորիդ, Աստված օրհնի։